Մեգալուստ մայրիկների ակումբ։ 3 մայրիկ, 3 փուլ հետաքրքիր հարցեր ու առաջադրանքներ։ Հետևեք մեր ընթացքին։ Մայրիկների ակումբը շարունակվում է, մեր այսօրվա մասնակից 3 մայրիկները կօգնեն, որպեսզի խաղն ընթանա ավելի հետաքրքիր եւ հագեցած տեղեկատվությամբ։ Նախ ծանոթանանք նրանց հետ։ Անահիտ Իշխանյան, 29 տարեկան։ Անահիտն այն մայրիկներից է, ով չի խոստանում մի բան, որ չի անելու, անգամ երեխայի լացը հանգստացնելու համար։ Մայրիկը երբեք չի ստում իր օրինակով մեծ աղջկան 7-ամյա Էլենին սովորեցնելով ոչ մի դեպքում չստել։ Նման վարքագիծն արդեն արմատավորվել է աղջկա մեջ։ Նա վստահում է մայրիկին ու որևէ բան ճշտելու համար միշտ դիմում է նրան։ Անահիտը որոշել է նույն կերպ դասերակելու է նաև 2.5 ամսական որդուն։ Մարգարիտա Վարդանյան, 31 տարեկան։ Մարգարիտան ունի 1 աղջիկ եւ 1 տղա։ Մայրիկը շատ կարևորում է քույր ու եղբայր փոխհարաբերությունները։ Թերևս սա է պատճառը, որ Մարգարիտան իր 5-ամյա դստրիկին Նատալիին արդեն սովորեցնում է հոգ տանել փոքր եղբոր մասին, շեշտելով, որ եղբայրն էլ մեծանալով հոգ է տանելու իր մասին, պաշտպանելու է քույրիկին։ Լուսինե Թարվերդյան, 26 տարեկան։ Լուսինեի որդին 8 ամսական է։ Մայրիկն ու ընտանիքի մյուս անդամներն արդեն ավանդույթ են դարձրել նշել փոքրիկ Ալեքսանդրի բոլոր ամսականները։ Ամենամիս Ալեքսանդրի տատիկը թխվածք է պատրաստում թորնիկի համար։ Սենյակը զարդարում են խաղալիքներով, փուչիկներով եւ ընտանիքն ուրախ նշում է իրենց հրաշքի եւս 1 ամսով մեծանալը։ Ողջույն սիրելի մայրիկներ։ Ողջույն։ Հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում, կարծում եմ առաջիկա րոպեների ընթացքում միասին լավ ժամանակ ենք անցկացնելու եւ դրանից իհարկե շահելու են հեռուստադիտողները, որովհետեւ այստեղ անընդհատ տեղեկատվություններ հնչելու, նաեւ ձեր օգնությամբ սիրելի մայրիկներ։ Ես ձեր մասին արդեն մի քիչ գիտեմ, ձեր երեխաների լուսանկարները քիչ առաջ տեսանյութերի ընթացքում դիտեցինք։ Մարգարիտա, փաստորեն դուք 2 սեռի երեխաներ ունեք, աղջիկ, տղա, աղջիկը 5 տարեկան է, իսկ տղան փոքրիկ է դեռ։ Երբ ծնվեց ձեր փոքր տղան, խանդ կար աղջկա մոտ։ Որոշակի պահերի եղել են, բայց հիմա ամեն ինչ անցել է։ Աղջիկս շատ հոգ է տանում եղբոր մասին, շատ սիրում է նրան ու հուսով եմ այդպես էլ կշարունակվի։ Դե դժվարը սկիզբն է, եթե արդեն ընթացքի մեջ է, նշանակում է այդպես կշարունակվի, շատ գործ ունեք նաև դուք անելու իհարկե Մարգարիտա։ Մեր մյուս մայրիկը Անահիտը 2 երեխաներ ունի։ Անահիտ հետաքրքիրն այն էր, որ դուք փաստորեն ծնված օրից արել եք ամեն ինչ, որ երեխաները չստեն։ Չի եղել նույնիսկ 1 դեպք, որ ձեզ ստեն։ Ոչ։ Չի եղել։ Չի եղել։ Ինչպես եք հասել այդ արդյունքին։ Ես ինքս օրինակ ծառայելով երբեք չեմ ստել նրանց, անգամ պահեր է եղել, որ կողքինը սուտ է ասել, ես ասել եմ, որ սուտ է։ Սա կարծում լավագույն ու ամենակարճ ճանապարհն է ցանկալի արդյունքին հասնելու համար Անահիտ։ Լուսինե, դուք այսօրվա մայրիկների մեջ ամենանորաթուխն եք, այսպես ասած կարելի ասել։ Դուք ունեք 1 որդի, ով 8 ամսական է։ Այո։ Չեք աշխատում Լուսինե։ Դեկրետի մեջ եմ։ Հետաքրքիր, որ շատ մայրիկներ չէ որոշում են կայացում, մայրիկների մի խումբը միանգամից աշխատանքի է դուրս գալիս մի քանի ամիս հետո, իսկ մնացածը որոշում են նստել տունը եւ վայելել երեխայի մանկությունը։ Ձեզ մոտ փաստորեն այս տարբերակն է։ Այո։ Մինչեւ երբ եք մնալու տանը, որոշել եք արդեն։ Մինչև 3 տարի, երեխայի 3 տարի 3 տարին լրանալը։ Մինչև երեխայի 3 տարին լրանալը։ Տանեք մանկապարտեզ նոր արդեն աշխատանքի կգա։ Եթե հնարավորություն լիներ 5 տարի օրինակ, կսպասեիք 5 տարի։ Իհարկե։ Կսպասեիք։ Շատ լավ է։ Սիրելի մայրիկներ, հիմա արդեն մամայական զրույցից կտրուկ անցում ենք կատարում մեր խաղին եւ սկսում ենք բնականաբար առաջին փուլից, բայց նախ միասին ծանոթանում ենք առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Եվ այսպես սիրելի մայրիկներ ծանոթացանք առաջին փուլի կանոններին, խոստովանեմ, որ դրանք իսկապես պարզ են, 5 հարց յուրաքանչյուր մայրիկի համար, պարզապես խնդրում եմ պատասխանները հնչեցնել հնարավորինս կարճ եւ արագ։ Մարգարիտա, ինչպես է տրամադրությունը։ Լավ։ Ժպիտ կա, սա նշանակում է բարձր է տրամադրությունը եւ ես հնչեցնում եմ առաջին հարցը։ Հեպատիտ C-ն արդյոք կարող է փոխանցվել սեռական ճանապարհով։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Հաջորդ հարցը Մարգարիտա։ Արդյոք հղիության ընթացքում կարելի է ռենտգեն հետազոտություն անցնել։ Բժշկի հետ խորհրդակցելով ցուցումով իրականում ռենտգեն հետազոտությունը այդքան էլ չի վնասում, բայց կարող է որոշակի վնասներ բերել պտղի համար, ամեն դեպքում պետք է ռիսկն ու օգտակարությունը խորհրդակցել բժշկի հետ։
Ճիշտ է պատասխանը, ամբողջական պատասխան հնչեցրիք Մարգարիտա։ Հաջորդ հարցը. ֆոլիկուլոմետրիա հետազոտության միջոցով հնարավոր է հետևել կնոջ ձվազատմանը։ Այո, հենց հետազոտությունը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի տեսնեն ձվաբջիջը ինչ զարգացում է անցնում։ Ճիշտ է պատասխանը Մարգարիտա եւ մնաց 2 հարց ընդամենը, 3-ին արդեն ճիշտ պատասխան տվել եք, տեսնենք հաջորդ 2-ը ինչ բախտի կարժանանան։ Կարելի է արդյոք մինչև 40-ը երեխային զբոսանքի տանել։ Իհարկե, նույնիսկ պարտադիր է, որպեսզի քանի որ մաքուր օդը շատ անհրաժեշտ է երեխայի համար, կարծում եմ Դուք այսպես եք վարվել Մարգարիտ։ Իհարկե, իմ բալիկը ծնվել է ձմռանը, բայց մենք իհարկե ոչ երրորդ օրը, բայց մի քանի օր հետո զբոսանքի են գնացել աստիճանաբար ավելացնելով ժամանակահատվածը։ Հիանալի է։ Եվ վերջին հարցը. երեխաների շրջանում առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել չափից շատ քաղցրի օգտագործումը։ Նո, առաջինը կնշեի դիաբետը, որը որ հետո գիրություն ու մի շարք ամեն դեպքում քաղցրի չարաշահումը չի խրախուսվում։ Ճիշտ է պատասխանը Մարգարիտա, բրավո։ 5 հարցին դուք տվեցիք 5 ճիշտ պատասխան, մայրիկներ նշաձողը սահմանեց արդեն բարձր Մարգարիտան, հնչեցնում եմ Անահիտ ձեզ համար նախատեսված առաջին հարցը։ Վիրուսային հիվանդության ժամանակ պետք է արդյոք երեխային հակաբիոտիկ առաջարկել։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը։ Անահիտ, հնարավոր է արդյոք պատվաստվել պապիլոմա վիրուսի դեմ։ Ոչ։ Սխալ է պատասխանը, իրականում հնարավոր է պատվաստվել։ Կանդիդոզ ավելի հաճախ կանանց թե տղամարդկանց շրջանում է հանդիպում։ Կանանց։ Ճիշտ է պատասխանը։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է պարզել պտղի քաշը։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Հայաստանում քանի տարեկանում են երեխաները դպրոց հաճախում։ 6։ Անահիտ, ճիշտ էր պատասխանը։ Դուք 5 հարցերից 4-ին տվեցիք ճիշտ պատասխան, վաստակելով 4 միավոր եւ մենք առաջին փուլը կամփոփենք միայն Լուսինեի պատասխանները լսելուց հետո։ Լուսինե, տրամադրությունը լավ է։ Այո, իհարկե։ Ուրեմն սկսում ենք։ Լուսինե, նշեք մեկ հիվանդություն, որի ժամանակ անխուսափելի է հակաբիոտիկների կիրառումը։ Թոքերի բորբոքում։ Ճիշտ է պատասխանը։ Ձվարանից հասունացած ձվաբջջի դուրս գալու պահը կոչվում է Չգիտեմ պատասխան։ ձվազատում։ Լուսինե, արդյոք ձմռան ամիսների երեխայի սենյակը օդափոխելու կարիք կա։ Իհարկե։ Ճիշտ է պատասխանը։ Կոտրվածքի ժամանակ կարելի է երեխային ցավազրկող դեղամիջոց տալ։ Ոչ։ Սխալ է պատասխանը, մասնակիցները խորհուրդ են տալիս տալ ցավազրկող, որպեսզի մեղմովի ցավերը միջև արդեն երեխային կհասցնեք հիվանդանոց։ Հաջորդ հարցը. ականջի ցավի ժամանակ կարելի է տաք կոմպրեսներ օգտագործել։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, Լուսինե, 5 հարցից դուք ճիշտ պատասխանեցիք 3-ին։ Սիրելի մայրիկներ, առաջին փուլը Լուսինեի պատասխաններով ավարտվեց եւ ժամանակն է, որպեսզի մենք պարզենք, թե քանի միավոր ունեք այս պահի դրությամբ դուք։ Մարգարիտա, սկսենք ձեզանից, դուք ունեք 5 միավոր, Անահիտը ունի 4 միավոր եւ Լուսինեն ունի 3 միավոր։ Սիրելի մայրիկներ, առջևում երկրորդ փուլն է։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է երկրորդ փուլը։ Սիրելի մայրիկներ, երկրորդ փուլի ընթացքում խոսելու ենք հղիության ընթացքում հանդիպող հեմատոմաների մասին։ Մենք միասին կդիտենք տեսանյութ, տեսանյութի ավարտից հետո ես հնչեցնելու եմ 7 հարց եւ ակնկալում եմ 7 ճիշտ պատասխաններ։ Առաջինը պատասխանելու հնարավորություն կստանա այն մայրիկն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Եթե պատրաստ եք, եկեք նախ եւ առաջ դիտենք տեսանյութը։ Որովայնի ստորին շրջանի ձգող բութ ցավեր, հեշտոցից նկատվող կարմիր կամ շագանակագույն արտադրություն։ Սրանք ահազանգեր են, որոնք չպետք է աչքաթող անել հղիության ընթացքում։ Նմանօրինակ գանգատները կարող են հեմատոմայի մասին հուշել։ Սա մի բարդություն է, երբ ընկերքը ժամանակից շուտ է սկսում շերտազատվել։ Արդյունքում առաջանում է հղիության ընդհատման վտանգ։ Հեմատոման դա հղիության բարդություն է, որը լինում է ընկերքի կամ խորեոնի միջև 16 շաբաթական դա խորեոնն է, 16 շաբաթականից հետո ընկերքն է, ընկերքի շերտազատման հետևանքով արյան կուտակում է տեղի ունենում ընկերքի շերտազատված մասի եւ արգանդի պատի միջև։ Միզասեռային համակարգի հիվանդություններ, ծանր տոքսիկոզ, ճնշման կտրուկ տատանումներ, արյան մակարդելիության խանգարումներ, սրտի արատ կամ շաքարային դիաբետ, ուժգին ստրեսներ, վնասակար սովորություններ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն ու հորմոնային ֆոնի խանգարումներ։ Սրանք են այն գործոնները, որոնք խթանում են հեմատոմայի առաջացումը։ Ռիսկային են համարվում նաև բազմապտուղ հղիությունները։
Ըստ արյունային արտադրության բնույթի կարելի է ինչ որ եզրակացություններ անել հեմատոմայի մասին, եթե արյունը ալ է, թարմ է, դա խոսում է նոր թարմ հեմատոմայի մասին, այդ պահին տեղի ունեցող արյունահոսության մասին։ Եթե արյունը կուտակվում է, անցնում է մի քանի օր, նա արտադրության բնույթը փոխվում է, դառնում է մուգ, սրճագույն, կան հեմատոմայի տեսակներ, երբ որ կինը կարող է ընդհանրապես չունենա արյունային արտադրություն, դա կենտրոնական հեմատոմաներն են, երբ որ արյան դուրս գալու ճանապարհ չկա, այդ կուտակումը լինում է ընկերքի մեջտեղի եւ արյան պատի մեջ։ Հեմատոման հայտնաբերվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով ու որոշվում բարդությունը։ Այն հիմնականում կախված է լինում հեմատոմայի չափերից եւ հղիության եռամսյակից։ Առավել վտանգավոր են այն հեմատոմաները, որոնք զբաղեցնում են ձվաբջջի ավելի քան 40%-ը։ Սրա հետևանքով պտղի աճը դանդաղում է, որն էլ հենց հղիության ընդհատման պատճառ է դառնում։ Իսկ ահա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում հեմատոմայի առաջացումը կարող է ազդել մինչեւ իսկ երեխայի ֆիզիկական զարգացման վրա։ Կարան լինեն շատ փոքրիկ հեմատոմաներ, որոնք ընդհանրապես ոչ մի կլինիկա չառաջացնեն, հղին չունենա ցավ, չունենա անհանգստություն, այդ դեպքերում միշտ չի որ պետք է կնոջը բուժել, տալ դեղորայք, եթե հեմատոման ունի կլինիկական արտահայտում մեծ է, կնոջ մոտ առկա է արյունային արտադրություն, ցավեր, այդ դեպքում արդեն կինը պետք է ստանա հղիությունը պահպանող բուժում։ Հեմատոմայի հայտնաբերման դեպքում նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում եւ անկողնային ռեժիմ։ Խորհուրդ չի տրվում սեռական կյանք վարել ու ծանր իրեր բարձրացնել։ Այս հղիները մշտապես պետք է լինեն բժշկի հսկողության տակ։ Հնարավոր է նաեւ կնոջը հոսպիտալացնել։ Չպետք է մոռանալ հոգեկան, ֆիզիկական, բացարձակ հանգստի ու սննդի մասին։ Ճիշտ ու ժամանակին բուժման դեպքում հղիությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ։ Սիրելի մայրիկներ, հղիության ընթացքում հանդիպող հեմատոմաների մասին տեսանյութի օգնությամբ կարծես թե ամեն ինչ իմացանք։ Հիմա ժամանակն է, որպեսզի դուք պատասխանեք հարցերին։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, կպատասխանի հարցին այն մայրիկ, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Պատրաստ եք մայրիկներ։ Եթե պատրաստ եք, հնչեցնում եմ առաջին հարցը։ Ինչպես է առաջանում հեմատոմը հղիության ընթացքում։ Մարգարիտա։ Հեմատոման հղիության ընթացքում առաջանում է, երբ որ ընկերքը շերտազատվում է արգանդի պատերից եւ վտանգ է, այս դեպքում վտանգ է առաջանում բիժման կամ նույնիսկ կարող է այնպես լինել, որպեսզի արհեստական ընդհատում կատարվի։ Ճիշտ է պատասխանը, հեմատոման առաջանում է, երբ խորիոնը կամ ընկերքը շերտազատվում է արգանդի ներքին լորձաթաղանցից եւ այդ տեղում պարզապես արյուն է կուտակվում։ Այո։ Սիրելի մայրիկներ, անցնենք երկրորդ հարցին։ Ինչ խնդիրներ կարող է առաջացնել հեմատոման հղիության վաղ շրջանում։ Մարգարիտա, կրկին դուք եք առաջինը։ Եթե վնասվում է ձվաբջջի մինչև 40%-ը, այդ դեպքում խնդիրներ դեռևս կարող են չառաջանալ, իսկ եթե 40%-ից ավելին է, կարող է ուղղակի պտուղը չզարգանալ կամ վատ զարգանալ։ Ընդունում եմ որպես ճիշտ պատասխան, ճիշտ էր պատասխանը եւ դա կարող է բերել պարզապես հղիության սկզբնական փուլում վիժման։ Ամենամեծ ռիսկն է համարվում։ Հաջորդ հարցը. ինչ խնդիրներ կարող է առաջացնել հեմատոման հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում։ Երկրորդ եւ երրորդ եռամսյակում հեմատոման կարող է բերել պտղի չզարգացման։ Ճիշտ է պատասխանը, երկրորդ եւ երրորդ եռամսյակում այն կարող է ազդել երեխայի ֆիզիկական զարգացման վրա կամ զարգացման հապաղման հանգեցնել։ Սիրելի մայրիկներ, որոնք են արյունազեղմանը նպաստող գործոնները։ Մարգարիտա։ Ուրեմն արյունազեղման նպաստում են մի շարք գործոններ, դրանք կարող են լինել ստրես, որոշակի հիվանդություններ, որը կինը ունի հղիության ընթացքում։ Ճիշտ է պատասխանը Մարգարիտա, ես էլ շարունակեմ նաև ծանր տոքսիկոզը, ճնշման խնդիրներ, կտրուկ տատանումները, ուժգին ստրեսները, սաղմի զարգացման շեղումները, նաև հորմոնային շեղումները կարող են բերել հեմատոմայի։ 5-րդ հարց. որոնք են հղիության ընթացքում հեմատոմայի ախտանշանները։ Մարգարիտա, կրկին դուք եք առաջինը։ Արյունային արտադրություն, ցավեր որովայնի ստորին հատվածում, որի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի ախտորոշվի։ Ճիշտ է միանշանակ պատասխանը, մայրիկներ, մնաց ընդամենը 2 հարց։ Հղիության ընթացքում ինչ հետազոտության միջոցով է հնարավոր հայտնաբերել հեմատոման, Անահիտ։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ճիշտ է ձեր պատասխանը եւ ես հնչեցնում եմ երկրորդ փուլի վերջին հարցը։ Մայրիկներ, արդյոք հեմատոման ենթադրում է բուժում։ Մարգարիտա։
Անշուշտ ենթադրում է բուժում, եթե ծանր վիճակ է հոսպիտալացում է նախատեսում, եթե ոչ անկողնային ռեժիմ, անընդհատ գտնվի բժշկի հսկողությամբ, չբարձրացնի ծանր իրեր, սուր ստրեսի չենթարկվի ու անկողնային ռեժիմ առաջին պարագայում։ Ճիշտ է պատասխանը, շնորհակալություն ամբողջական պատասխանի համար։ Սիրելի մայրիկներ, երկրորդ փուլը ավարտվեց։ Ժամանակն է պարզելու, թե երկու փուլերի արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր ունի։ Մարգարիտա, սկսենք ձեզանից։ Երկու փուլերի արդյունքում դուք վաստակել եք 10 միավոր, Անահիտը ունի 5 միավոր եւ Լուսինեն ունի 4 միավոր։ Սիրելի մայրիկներ, այսքանով ավարտում ենք երկրորդ փուլը եւ տեղափոխվում երրորդ փուլ։ Ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է երրորդ փուլը։ Սիրելի մայրիկներ, երրորդ փուլի առաջադրանքը հետևյալն է։ Ձեզանից յուրաքանչյուրը մոտենում է սեղանին դրված տեսնում եք տարբեր սննդատեսակներ եւ ընտրում եք այն սննդատեսակները, որոնցով ձեր կարծիքով կարելի է սկսել դպրոցահասակի նախաճաշը, ինչ կառաջարկեիք դպրոցահասակ երեխային որպես նախաճաշի տարբերակ։ Մարգարիտա, խաղը սկսում ենք ձեզանից, համեցեք սեղանի մոտ։ Կարծում եմ դպրոցահասակի նախաճաշը շատ կարևոր է դպրոցում նրա սովորելու համար, այնպես որ շատ լուրջ պետք է մոտենան այս հարցին, այդ առումով կխուսափեմ թխվածքաբլիթից կամ խմորեղենից, որովհետև հեշտ մարսվող ածխաջրերը հաստատ չեն նպաստի նրա լավ սովորելուն եւ կընտրեմ ընկուզեղեն, քանի որ շատ օգտակար է ուղեղի աշխատանքի համար։ Կընտրեմ միրգ, որը հարուստ է բազմաթիվ վիտամիններով, բանանը հարուստ է կալիումով, որը հատկապես օգտակար է սրտի համար, կխուսափեմ նրբերշիկից, ձուն հիանալի տարբերակ է, որովհետև երկար ժամանակ հագեցած կպահի երեխային, չեմ խուսափի շոկոլադից, որովհետև շոկոլադը օգնում է լավ աշխատելուն, լավ մտապահելուն, այնպես որ ուշադիր կլինեն ուսուցիչների դաս լսելուն, վարսակի փաթիլներ նույնպես կընտրեմ, որպես շիլա, կընտրեմ մեղր, որպես լավ նախաճաշ, կատնաշոր, որը շատ կարևոր է ոսկորների, ամտամների ամրության համար եւ ընդհանրապես օգտակար մթերք է համարվում։ Եվ կընտրեմ կաթ, թեյից կխուսափեմ, որովհետև պրակտիկորեն օգտակարություն չունի թեյը։ Ուղղակի ըմպելիք, իսկ կաթի մեջ կաթը հարուստ է կալցիումով, դրա համար կընտրեմ կաթը։ Մարգարիտա, վերջացրի ընտրությունը։ Այո։ Շնորհակալ եմ։ Ափսեն եւ բաժակը դրեք սեղանին եւ զբաղեցրեք ձեր տեղը։ Ես գիտեմ, որ դպրոցահասակի նախաճաշը պետք է բազմազան լինի, բաղկացած լինի եւ կատնամթերքից, եւ մրգերից, եւ բանջարեղենից։ Ես նախ եւ առաջ կընտրեմ բանան, որովհետեւ լսել եմ, որ մեկ բանան ուտելիս կարելի է ընդհանրապես այլևս նախաճաշ չանել, մեկ բանանը իր մեջ ներառում է նախաճաշի մի բաժին ունի, կարելի է ասել։ Նրբերշիկին ընդհանրապես չեմ նայի, կընտրեմ վարսակի փաթիլներ, ձու կընտրեմ, որովհետև երկար հագեցած է պահում, կատնաշոր, որպես կատնամթերք եւ կալցիումի մեծ պաշար, ինչպես նաեւ կաթ, մեղր կընտրեմ, մեղրը օգնում է նաեւ հիշողությանը, իսկ սովորելուն դա շատ պետք է, ընդեղենից կարելի է ուղեղի աշխատանքին է նպաստում, Եվ շոկոլադին չեմ կարող անտարբեր անցնել, շոկոլադին կընտրեմ։ Վերջ, այսքանը։ Վերջ, շնորհակալություն ընտրության համար։ Լուսինե, հերթը ձերն է։ Սկսեք ընտրությունը։ Առաջինը ես կընտրեմ վարսակի փաթիլներ, որովհետև գիտեմ մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում։ Կատնաշորը, որ իր մեջ մեծ քանակությամբ կալցիում է պարունակում,
Ձեր փոքրիկը սիրում է կատնաշոր Լուսինե։ Մենք դեռ չենք փորձել։ Չեք փորձել։ Ոչ։ Բանան, որը նույնպես հարուստ է վիտամիններով, հատկապես կալիում է պարունակում իր մեջ, մեծ քանակությամբ ընդեղեն, կընտրենք նաև մեղր, հավկիթ կընտրենք, որը նույնպես շատ օգտակար է, եւ կաթ։ Եվ կաթ։ Վերջ Լուսինե, շնորհակալություն ընտրության համար, զբաղեցրեք ձեր տեղը։ Սիրելի մայրիկներ, դուք ավարտեցիք ձեր աշխատանքը կատարելով ընտրություն։ Իսկ հիմա ժամանակն է, որ տաղավարը հրավիրեմ իմ այսօրվա հյուրին, սննդաբան Ռոզա Մնացականյանին։ Ողջույն, սիրելի մայրիկներ։ Ողջույն Ռոզա։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում էիք, շնորհակալություն, որ տաղավարից դուրս հետևում էիք, թե ինչպիսի ընտրություն էին կատարում մայրիկները, նրանք իրենց ընտրությունն ավարտեցին եւ սկսենք մեկնաբանել, նախ հասկանանք, թե որքանով է դպրոցահասակի համար կարևոր առավոտյան նախաճաշը։ Այո, ես ուզում եմ նշեմ, որ բոլոր երեխաները ամեն օր անպայման պետք է նախաճաշեն, որովհետև բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե երեխան չի նախաճաշում, նրա մոտ շատ բարձր է շաքարային դիաբետի զարգացման վտանգը։ Այո, այդ հետազոտությունը կատարել են բազմաթիվ գիտնականներ, որոնք աշխատել են եւ Լոնդոնի եւ Քեմբրիջի համալսարաններում։ Այդ հետազոտությանը մասնակցել են գրեթե 4000 աշակերտ, 6-ից մինչև 9 տարեկան եւ պարզվել է արյան հետազոտությունների պատասխանների շնորհիվ պարզվել է, եթե երեխան չի նախաճաշում, ապա նրա մոտ շաքարի մակարդակը արյան մեջ բավականին բարձր է։ Փաստ է, որ առավոտը պետք է սկսել նախաճաշով, հատկապես եթե խոսում ենք երեխաների մասին, մեր մայրիկները կատարեցին իրենց ընտրությունը եւ սկսենք առաջին ափսեն ուսումնասիրելուց Մարգարիտայի ափսեն։ Այնտեղ մենք դրված տեսնում ենք տարբեր սննդատեսակներ, սկսենք երևի մրգից։ Այստեղ ձեր մոտ բանանն է նշված եւ ճիշտ է բոլոր ծնողները բանանը ընտրել են, դա շատ ճիշտ է մայրիկներ, որովհետեւ բանանը պաշտպանում է ստամոքսի պատերը եւ հետագայում երեխան ինչ օգտագործի, այո, ոչ մի չի քայքայվի ստամոքսի պատերը այդ սնունդից։ Սակայն նշեմ, որ եթե այստեղ դրված լինեին այլ մրգեր, օրինակ ցիտրուսային մրգեր, չի կարելի նախաճաշել ոչ մի դեպքում ցիտրուսային մրգերից, որպեսզի նրանք չգրգռեն ստամոքսի պատերը։ Բանանը շատ օգտակար է նաև նրանով, այո, ինչպես նշեց մեր մայրիկը Մարգարիտան, այնտեղ պարունակվում է մեծ քանակությամբ կալի, որը շատ օգտակար է սրտի համար, այո։ Մեղր կարող է լինել նախաճաշում դպրոցական։ Շատ բազմաթիվ բալիկներ սիրում են մեղրը հացը կարագով եւ մեղրով։ Նշեմ, որ մեղրը ամեն օր չի կարելի օգտագործել, նույնապես որպեսզի ոչ մի վտանգ չլինի կապված շաքարային դիաբետի հետ։ Այդ պատճառով մեղրը կարելի է օգտագործել եւ դա պետք է լինի մաքուր մեղր, ոչ թե ինչ որ շաքարով այո պարունակված։ Եվ նշեմ, որ անպայման պետք է մեղրը օգտագործել շաբաթը 2-3 անգամ, ոչ ամեն օր։ Բայց ճիշտ էր մեղրի։ Այո, մեղրի ընտրությունը միանշանակ ճիշտ է։ Խաշած հավկիթ։ Հավկիթը մեր նախաճաշում կարծում եմ մեծերն են շատ սիրում եւ այսպիսի տեսքով եւ ձվածեղի տեսքով, սակայն նախաճաշին կարելի է օգտագործել, դա շատ ճիշտ է, բայց եթե ձվածեղ եք պատրաստում, օգտագործեք 2 սպիտակուց եւ 1 դեղնուց, քանի որ դեղնուցի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ խոլեստերին։ Լավ, վարսակի փաթիլներ։ Վարսակի փաթիլները նույնպես շատ օգտակար են եւ նույնիսկ կարելի է հարստացնել նրանց բաղադրությունը մրգերով տարբեր։ Նույն բանանը մենք կարող ենք կտրատել եւ այո շիլաների մեջ օգտագործել։ Ընդհանրապես ուզում եմ նշեմ, որ շիլաները շատ օգտակար են մեր երեխաների համար, սակայն ընտրեք այն շիլաները, որոնք չեն պարունակում գլուտեին։ Գլուտեինը դա բուսական սպիտակուց է, որը կարող է առաջացնել ալերգիա եւ ոչ միայն երեխաների մոտ, այլ նաեւ միջին տարիքի, այո, մեծահասակների մոտ, միջին տարիքի մարդկանց մոտ նա նույնպես կարող է առաջացնել ալերգիա։ Կարելի է ընտրել եւ այսպիսի շիլա, կարելի է ընտրել բրինձով շիլաներ, այո, հնդկաձավարով շիլաներ, եգիպտացորենով շիլաներ։ Շատ լավ, տեսնում ենք ափսեի մեջ նաեւ դրված շոկոլադ։ Շոկոլադը կարող է տեղ գտնել դպրոցահասակի նախաճաշում։ Բազմաթիվ շոկոլադներ պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ։ Որպես նախաճաշ առաջին նախաճաշ խորհուրդ չի տրվում օգտագործել շոկոլադ։ Շոկոլադը կարելի է օգտագործել որպես երկրորդ նախաճաշ մոտ 2-3 ժամ հետո առաջին նախաճաշից հետո։ Եվ ընկուզեղեն։
Ընկուզեղենը նույնպես շատ օգտակար է, սակայն երեխաներին դուք կարող եք սա, որպեսզի երեխաները վերցնեն իր հետ դպրոց եւ նույնպես օգտագործեն երկրորդ նախաճաշի ժամանակ։ Կաթ կարելի է առավոտյան։ Ընդհանրապես ուզում եմ նշեմ, որ կաթը չի զուգակցում ոչ մի մթերքների հետ։ Կաթը ընդհանրապես պետք է ըմպել առանձին։ Եվ որպեսզի չխառնվի այլ նախաճաշերի հետ, կարելի է, ինչպես ասեցի, երկրորդ նախաճաշի ժամանակ ընդամենը ըմպել ուղակի կաթ։ Իսկ առաջին նախաճաշին պարզապես կաթ կարելի է տալ փոքրիկին։ Չեմ խորհուրդ չեմ տալիս։ Ոչ։ Շատ լավ։ Երկրորդ ափսեի պարունակությունը մայրիկի կատարած ընտրությունը կարծես նույնն է, ինչ առաջին մայրիկի դեպքում։ Ռոզա եւ Փասոն երրորդ ափսեի մեջ բացակայում է շոկոլադը։ Մինչ կանցնենք միավորներին, խնդրում եմ նաեւ խոսել այստեղ առկա այլ սննդատեսակների մասին, թխվածքաբլիթ։ Ես շատ ուրախ եմ, որ մայրիկները չընտրեցին թխվածքաբլիթը, այո, քանի որ նախ այն կարող է լինել գերացման պատճառ, եւ եթե երեխաները ունեն ավելի քաշ ծնողները պետք է հետևեն, որպեսզի երեխաները չունենան ավելի քաշ, քանի որ դա կարող է բերի ճարպակալման զարգացմանը, եւ խորհուրդ չեմ տալիս առաջին նախաճաշին միանգամից օգտագործել այդպիսի խմորեղեն։ Ճիշտ են մայրիկները։ Մայրիկները չեն ընտրել եւս երկու սննդատեսակ եւ թեյ, նրբերշիկ։ Նրբերշիկները պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ։ Չեմ կարող ասել այդպիսի գրեթե նրբերշիկ, որը չի պարունակում ընդհանրապես ոչ մի արոմատիզատորներ, կոնսերվանտներ։ Ես ինքս խորհուրդ չեմ տալի, որպեսզի երեխաների սննդակարգում այդպիսի մթերք ներկա լինի։ Շոկոլադային կրեմ։ Շոկոլադային կրեմը պարունակում է մեծ քանակությամբ շաքարավազ, որը նույնպես խորհուրդ չեմ տալիս երեխաներին եւ առաջին նախաճաշի ժամանակ ավելի լավ է այն ուղղակի չօգտագործել։ Թեյ, այդ տարածված, սիրված ըմպելիք նախաճաշին շատ հաճախ մայրիկները, տատիկները երեխաներին թեյ են առաջարկում։ Ընդհանրապես նշեմ, որ հեղուկները խորհուրդ չի տրվում միանգամից նախաճաշի ժամանակ օգտագործել, քանի որ երբ որ նախաճաշում ենք, արտադրվում են որոշակի ֆերմենտներ, որոնք քայքայում են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, եւ հեղուկը քայքայում է այդ ֆերմենտները, այսինքն այդ ֆերմենտները դուրս են բերվում մեր օրգանիզմից շատ հեշտությամբ եւ նրանք չեն հասցնում կատարել իրենց գործը։ Այդ պատճառով հեղուկները կարելի է օգտագործել ընդհանրապես 15, 20, նույնիսկ 30 րոպե հետո նախաճաշից հետո, այո։ Շատ լավ։ Ռոզա, շնորհակալություն մեկնաբանությունների համար եւ պետք է խնդրեմ տալ մայրիկներին համապատասխան իրենց կատարած ընտրությանը միավորներ։ Ես կարծում եմ, որ Լուսինեն ճիշտ ընտրություն է կատարել եւ ես կտայի նրան 5 միավոր, երկու մամաները Մարգարիտան եւ Անահիտը հավասարապես Ախ, այդ շոկոլադը։ Այո, ախ, այդ շոկոլադը, Սիրելի իրավացի եք, եւ Մարգարիտան եւ Անահիտին 4 միավոր։ Շնորհակալություն միավորների համար, սիրելի մայրիկներ, եկեք ամփոփենք, թե այս պահի դրությամբ ձեզանից յուրաքանչյուրը քանի միավոր ունի։ Մարգարիտա, սկսենք ձեզանից, դուք հիմա ունեք 14 միավոր, Անահիտն ունի 9 միավոր եւ Լուսինեն ունի 9 միավոր։ Ռոզա, շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկատվության համար։ Հաջողություն։ Ստեսյուն։ Սիրելի մայրիկներ, ավարտին մոտեցավ մեր հերթական խաղը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ տեղեկացված եք եւ օգնեցիք մի խումբ մայրիկներին ձեր գիտելիքների օգնությամբ դառնալ ավելի տեղեկացված։ Միավորներից արդեն պարզ է, որ մեր այսօրվա խաղի ամենատեղեկացված մայրիկ ճանաչվում է Մարգարիտան։ Շնորհավորում ենք ձեզ, Մարգարիտա։ Մայրիկներ, շնորհակալ եմ նաեւ ձեզ մասնակցության համար։ Մենք բոլորս հաղթողներ ենք, որովհետեւ արդեն մայրիկ ենք։ Իսկ կրծքանշանները ձեզ պարբերաբար հիշեցնելու են, որ դուք մասնակցել եք մայրիկների ակումբի եւ իհարկե փայլուն մասնակցություն եք ունեցել։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել հետաքրքիր, խելացի ու բան իմաց մայրիկների։ Եթե այդպիսի մայրիկ եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Փնտրեք մայրիկների ակումբը Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները։ Կհանդիպենք մայրիկների ակումբում։